Բարի առավոտ սիրելիներս, հուսով եմ լավ եք սիրելիներս։ Մենք մի փոքր հիվանդացել էինք, բարձր տաքություն, ոտքերի ցավ, թուլություն, չգիտեմ, ասում են դա էլ մի տեսակի վիրուս է։ Հիմա մի փոքր արդեն կազդուրվելու գործընթացին ենք, ընթացքում ենք եւ ահագին երևի 4-5 օրեր վլոգներ չէի տեղադրում, ուղղակի անհնարին էր, որ ոտքի վրա անգամ կանգնել չէի կարողանում։ Հուսով եմ դուք լավ եք, չեք հիվանդացել, ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Այսօր երևի մի 4 օրվա մեջ առաջին անգամ էր, որ տնից դուրս եմ եկել ու որոշեցի գամ պարկ։ Եղանակը մի քիչ մռայլ է, ճիշտ է, տոթ է, բայց եթե քամին լինում է, հաճելի է լինում։ Այդքան տոթությունը չենք զգում։ Եկա պարկ, տեսնեմ արդեն այստեղ մագնոլիայի ծառ կա ու արդեն կան որ ծաղկել են, կան որ արդեն հեսա այնքան գեղեցիկ է որ ծաղկում է, սպիտակ գեղեցիկ ծաղիկներ է լինում, հեսա ցույց տամ։ Տեսեք ինչքան գեղեցիկ է։ Ես միշտ նմանացնում եմ հարսի ծաղկի փունջին, ոնց որ հարսի ծաղիկ լինի։ Շատ սիրուն է, իսկ այս մնացածները բացվելու են։ Դեռ ահագին կա որ պետք է բացվի։ Շատ սիրուն է ծաղկում։ Այնտեղ էլի ծառ կար, որ ծաղկել էր, անունը չեմ հիշում, հեսա ցույց կտամ, դուք հաստատ կիմանաք։ Իմ հիշելով շատ սիրուն անուն ունի, բայց չեմ կարողանում հիշել։ Հիմա ցույց կտամ այդ ծառն, դա էլ է այս ժամանակ ծաղկում։ Շատ սիրուն է։ Մի քանի հատ կա այս ծառից այստեղ պարկում։ Տեսեք այն մանուշակագույն ծառը։ Ճիշտ ասած անունը չգիտեմ, բայց այս ծառից շատ կա այստեղ։ Ու այս ժամանակահատվածում որ ծաղկում է այնքան սիրուն է։ Համարյա թե մարդ չկա պարկում։ Կիրակի օրը բոլորը դեռ քնած են, եղանակն էլ տեսնում եք մռայլ։ Մի փոքր քամի կա, այդ քամին մի քիչ զովացնում է։ Խոնավությունը իհարկե շատ է, այդ խոնավությունից է ավելի շատ, որ շոկում ես, այդ խոնավությունն է ավելի շատ շոկացնում։ Մի խոսքով սա էլ մեր պարկը։ Մի ահագին ժամանակ էր չէի եկել, ու այս է սիրուն է։ Այսում այս ծառը տեղին էլ մնում է։ Ծառին նայելով կմտածես աշուն է։ Տեսեք այս մանուշակագույն ծառի տակն է, ծաղիկները թափվել է։ Ինչ սիրուն է։ Կարծես թե գեղեցիկ գորգ լինի։ Շատ սիրուն է։ Այստեղ էլ է շատ գեղեցիկ, տեսեք արդեն ինչքան լավ բացվել են ջրաշշանները։ Այս կողմում էլ են բացվել սիրուն է շատ։ Այստեղն է։ Այսօր մի փոքր հով է, մի փոքր քամին է հովացնում, թե չէ տոթ է, ահա որ մռայլ է եղանակը ավելի է տոթ լինում, բայց 2 օրից գրված է, որ 30 եւ անց է լինելու, 31 մինչեւ 32 բարձրանալու է, եթե ոչ ավել։ Այսինքն մեզ լավ շոկեր են սպասվում։ Տեսեք այստեղ ժողովուրդ ջան, սպիտակ թութ տեսել էի, բայց սև թութ, սա սև թթի ծառ է։ Հիշում եք, որ անձրևին պատսպարվել էի, կարծես անձրևանոց լինի։ Այս ծառը, այդ վլոգում այս ծառի տակ էի պատսպարվել ու սա սև թթի ծառ է։ Ու ոչ մեկ չի ուտում այստեղ։
Ես չեմ տեսել, որ իսպանացիները ինչ-որ թութ վաճառեն կամ թութ ուտեն։ Դեռ լրիվ չի հասել, տեսեք են գոմերն էլ այրևում, բայց սև թթի ծառ։ Ու ոչ մեկ չի ուտում։ Չգիտեմ, էսի վայրի է, թե վայրի չի, բայց ամեն դեպքում թութ է։ Այս էլ սև թթի ծառը պարկում։ Երկու հատ, թե երեք հատ, կարծեմ երկուսը իրար կողք են, երեք հատ սպիտակ թթի ծառ կա պարկում, բայց այս էլ սև թութն է, փաստորեն, սև էլ կա։ Օ, ժողովուրդ, տեսեք, այս ծառն էլ է ծաղկել, այս ծառից շատ կան այստեղ, սա դեռ ամբողջովին չի ծաղկել, այս ծառը, որ ծաղկում է, ամբողջը կարմիր է լինում, այնքան սիրուն է, տեսեք կողքը մագնոլիան կա, այս էլ ուրիշ մյուս ծառն է, մագնոլիայի, սա դեռ ամբողջովին այս ծառը չի ծաղկել, շատ սիրուն է լինում, որ ծաղկում է, այսպես գեղեցիկ, յասկանչա։ Սիրելիներս տուն եմ արդեն վերադարձել, ուզում եմ ես իմ գեղեցկուհիներին ցույց տամ, տեսեք սա էլ արդեն բացվել, ուղղակի, չգիտեմ ինչի, բայց տեսեք ես մի տերևը դեղնել է, ինձ թվում է ինքը դեղնում է ու թափում է իր տերևը, արխիդեան իմ իմանալով այդպես է, և իհարկե սա արդեն քանի հատ 1, 2, 3, 4 հատ արդեն բացվել է, այս էլ է բացվելու վրա, շատ սիրուն է, իսկ այստեղ այս չինական վարդը, տեսեք, ուղղակի սա, այս չինական ծաղիկը մի քանի օր պետք է սպասեմ մինչև բացվի, բայց ահագի վրա տեսեք կոկոններ ունի, տեսեք, այս կողմում էլ կա, նա ավելի շուտ կբացվի, քան թե սա, դեռ մի քանի օր կա բացվելուն, իսկ այստեղ ռեհանները իրենց տեղում են, լավ աճել է, բայց տեսեք աճելով այսանք նոր տերևներ են ու մանուշակագույնը համարյա թե վերանում է, լավ մանուշակագույն ռեհան էր Հայաստանից բերված, այստեղ դառնում է ավելի կանաչ, հետաքրքիր է, ստերմներ ենք ցանը, տեսեք սա այսպես գույնի էր, որ բերել էինք, դառնում է հիմա այս գույնի, սերմներ ցանում ենք, այս գույն է լինում, Հայաստանից բերված սերմը, հետաքրքիր է, այստեղ խոհանոցում էլ ջուրը դրել եմ արդեն եռա, այստեղ կաղամբը կտրատել եմ, որպեսզի եփեմ, պատրաստում եմ ամառային տոլմա, ճիշտն ասած հիմա այնքան դժվար է կաղամբը գտնելը, այս սեզոնի շատ դժվար է լինում, աշնան կողմը նոյեմբեր, դեկտեմբեր, մինչև հունվար, տափակ գլխով կաղամբներ են լինում, շատ հարմար է, թեթև գլուխներ են լինում ու շատ լավ է ստացվում տոլման, տոլմային շատ համապատասխան է այդ կաղամբը, իսկ սրանք շատ դժվար է, հիմա 2 գլուխ եմ առել, որ գոնե մի փոքր ստացվի, կարողանամ փաթաթել, չնայած սմբուկ, այնտեղ պղպեղ եմ հանել, լոլիկ, մեջը կլցնեմ, կստացվի։ Հիմա այստեղ ջուրը եռա, մի փոքր աղ եմ արդեն ավելացրել, ջուրը եռա, կաղամբը որպեսզի եփեմ։ Այստեղ շատ հայեր կան, գիտեմ, որ պատրաստում են աղցանի համար նախատեսված կաղամբ կա, թեթև փափուկ գլուխներ են, դրանցով էլ շատ փաթաթում, բայց չգիտեմ ինչի ես չեմ սիրում։ Միևնույն է, այս կաղամբի պատրաստածը համը ուրիշ է լինում։ Դրա համար ինչքան որ փաթաթվի, եթե միսկ ավելանա, թուփ ունեմ, կեսնե թփով կպատրաստեմ, ոչինչ։ Ուղղակի քանի որ ամառ է, ուզում եի ամառային տոլմա պատրաստել։ Բայց ինձ թվում է այս 2 գլխից կկարողանամ փաթաթեմ, կբավականացնի։ Առայժմ ես մի գլուխը եփեցի, ես մի գլուխը կտրել եմ այսպես, բայց դեռ չեմ եփել։ Ճիշտ է, այս մանր մեջի մասերը չեմ կարողանա հաստատ փաթաթել, փոքր մասերը,
բայց այսպես առայժմ սա եփեցի, հետո որ պետք լինի նա կավելացնեմ։ Հիմա մինչև մի փոքր կաղամբը սառի, մսի ֆարշը պատրաստեմ։ Ինձ թվում է հայտնագործություն արած չեմ լինի, բոլորս էլ իրենք պատրաստել ամառային ընդհանրապես տոլմա ու բոլորիս մոտ ստացվում է ջուրովի է ստացվում ամեն մեկիս մոտ։ Հիմա ինչպես միշտ ավելացնելու եմ սոխ, համեմունքներ, կանաչի, չորացրած կանաչի կավելացնեմ մի փոքր, կավելացնեմ կլոր բրինձ եւ քանի որ ամառային տոլմա է, տոմատի մածուկ կավելացնեմ։ Թփով տոլմայի մեջ ես տոմատի մածուկ չեմ ավելացնում, բայց ամառային տոլման սիրում է, որ լոլիկը շատ է լինում։ Եվ մի փոքր ջուր, որպեսզի փափուկ ստացվի միսը ու կսկսեմ փաթաթել։ Հիմա այդ բոլորը ավելացնեմ, նորից կմիանամ ձեզ։ Քանի որ ինձ մոտ միսը նախապես ես գնում եմ եւ աղում եմ, նախապես տոպրակների մեջ եմ դնում այդպես, սոխը բլենդերով կանցկացնեմ, սոխը կտրատված ես չեմ սիրում։ Մարդկանք գիտեմ, որ կտրատում է տոլմայի համար սոխը, ես չեմ սիրում, միշտ աղում եմ, եթե միսը արդեն աղացած է, բլենդերով կանցկացնեմ անպայման սոխը։ Մի փոքր տոլմայի սոխը առատ պետք է լինի։ Ահա, այստեղ ամեն ինչ ավելացրել եմ արդեն, կանաչիներից, թարմ կանաչիներից ավելացրել եմ համեմ եւ ռեհանն եմ ավելացրել։ Հիմա մի փոքր էլ կարակ եմ ավելացնում, խառնում եւ փաթաթում, պատրաստեմ։ Կարակը էլ ավելի համեղ կդարձնի տոլման։ Ահա, հիմա մի լավ կխառնեմ ու կսկսեմ փաթաթել արդեն։ Ամենը ավելացրեցի, լավ խառնեցի, հիմա 4 բոլորս հավաքեմ ու անցնեմ գործի։ Ահա, այստեղ արդեն փաթաթել եմ ամբողջը, պատկերացրեք մեկ կաղամբը, իհարկե բանջարեղենի հետ միասին բավականացրեց, երկրորդը չեմ օգտագործել, ոչի սառնարանը կդնեմ, բոշկ պատրաստեմ, դրանով էլ հիմա ափսեով փայկեմ, ջուր ավելացնեմ եւ դնեմ եփի։ Սիրելիներս, կրկին անգամ ողջունում ենք ձեզ, մեզ մոտ օր է փոխվել, մենք արդեն կազդուրվել ենք, արդեն լավ ենք, արդեն լավացել ենք արդեն, համեմատած արդեն լավ ենք, երևի տեսներից էլ է երևում, որ արդեն դեղերը չօգնելուց հետո մենք սկսեցինք մեզ հույս տալ, որ մենք լավ ենք արդեն։ Եվ այսօր շատ շոկ եմ մեզ մոտ, ահավոր շոկ արդեն, այս մի 2-3 օր Իսպանիայում ահավոր շոկեր են։ Իսկ այդ պատճառով մենք պատրաստենք ավանդական իսպանական սառը սուպ, ապուր, որը կոչվում է գազպաչո, որը պատրաստվում է շատ հեշտ եւ շատ քիչ բաղադրատոմսում է։ Շատ քիչ բանջարեղեն ենք օգտագործելու ու շատ համեղ է։ Քանի որ բոլորի շատ էլի կողմից սիրված ֆորմատ էր սա, հիմա կպատրաստի իմ ամուսինը այսօր գազպաչոն։ Ահա, հիմա մեր հյուրը այսօրվա կներկայացնի բաղադրիչները։ Հա, մեր խոհարարը այսօր սկսել է դանակը սրելուց։ Ամեն դեպքում, եթե խոհանոցում աշխատում ես, պետք է ինչ-որ բան կտրես, առաջինը սրվես դանակը։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Լոլիկ։ Քանի հատ ունեք, ինչ թարմությամբ ուզում են լինի։ Ասեմ, որ մեր ամանը փոքր է, մենք քիչ պորցիայով ենք պատրաստելու, բաժնով ենք պատրաստելու, դուք կարող եք շատ է պատրաստել։ Ունենք մեծ անհրաժեշտ է լինելու վարունգ, գունավոր բուլղարական պղպեղ, մի փոքր սոխ։ Մենք սոխը քիչ ենք օգտագործում, որովհետև այդքանը չենք սիրում սոխի համը, սառույց, սառը լինելու համար, ձիթապտղի յուղ, սեպիբար, աղը ըստ ձեր ճաշակի։ Հիմա գնացինք։ Իմիջիայլոց ասեմ, որ շատ տեսակներ կան, պատրաստման շատ ձևեր կան, նույնիսկ պատրաստում են ձմերուկով։ Բայց սա ամենա նշանակություն չունի, թե ինչ չափի եք դուք կտրում։ Ինչ ձևի եք կտրում։ Ամենահամեղ տարբերակն է սա պատրաստման, որը դուր է գալիս մեզ։
Շատ համեղ է ստացվում ու ամռանը իրոք զովացնում է այս ապուրը։ Ինչպես մեր սպասը, ամռանը սառը ուտում ենք, զովանում ենք, նույնը իրենց գազպաչոն, իսպանական գազպաչոն։ Նորից եմ կրկնում, ժողովուրդին շատ հեշտ է սարքվում, շատ։ Ուղղակի մի քիչ պետք է հավես ունենաք, կտրտեք, վերջ։ Իսպանացիների տունը միշտ կա, դնում են սառնարանում եւ սառը վայելում։ Մենք քանի որ հիմա պատրաստելու ենք ու համ տեսելու, դրա համար սառույց ենք օգտագործելու, իսկ դուք կարող եք ուղղակի ջուր ավելացնել ու դնել սառնարան սառի։ Պղպեղ կտրտեցիր։ Հա։ Ավելացնում եմ մի փոքր աղ Եվ սև պղպեղ, սև պղպեղ։ նախապես երիկա, հակում ենք, Մի քիչ ջուր չէ, ավելացնել։ սառույց ավելացրել ենք, եթե անհրաժեշտ լինի կավելացնենք, ինչի՞ չէ։ Ձիթայուղը մուրացել ենք կներեք, Ոչինչ։ նորից հիշեցինք, որ մենք Մի ու մի փոքր փոքր էլ ավելացրեցինք բաղադրիչները, քանի որ տեղ կար բլենդերի ամանի մեջ։ Եվ այսպես պատրաստ է մեր իսպանական Գազպաչոն։ գազպաչոն հայկական նոտաներով։ Ռեհանը հայկական է ժողովրդյան։ Բարեխորժակ։ Կարող եք նույնիսկ բաշակի մեջ Մատուցել։ մատուցել եւ այդպես սառը վիճակում։ Սառը, զովացուցիչ եւ համեղ, ամենակարևորը առողջարար։ Բարեխորժակ։ Բոլորը բանջարեղեն են, հաստատ առողջարարը։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, չգիտեմ որքանով կհավանեք վլոգը, ահագի ժամանակ էր ոչինչ չէի նկարում, ուղղակի ասացի, որ հիվանդ էինք, առողջական վիճակը թույլ չէր տալիս ինչ-որ մի բան նկարելու։ Հիմա հարկասո լավ ենք, վիդեոները նորից կշարունակվեն, անկեղծ ասած շատ էի կարոտել, եւ ձեզ էի կարոտել, եւ նկարահանումներին էի կարոտել, չգիտեմ դուք ինձ կարոտել էիք թե ոչ, բայց ես հաստատ կարոտել էի։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, հուսով եմ դուք առողջ եք բոլորդ, մի չհիվանդանաք, առողջ եղեք, կհանդիպենք մյուս վլոգում, ինչպես միշտ ձեզ ասում եմ, մնացեք բարյավ եւ խաղաղ, բաչիկներ բոլորին։